Վերադարձանք տաղավար եւ այսօր առիթ ունեցել ենք խոսելու արձակուրդից վերադառնալու փուլերի մասին, ինչպես դա անել, շատ մակերեսային ենք խոսել եւ ունենք հյուր, ընտանեկան հոգեբան Մարիա Մուրադյանն է մեր տաղավարում, ով թեմայի վերաբերյալ առավել մանրամասն մեզ կպատմի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ եկեք սկսենք ամենասկզբից, ինչքանով է կարևոր հանգստանալ եւ ունենալ արձակուրդ եւ ինչ պարբերությամբ է դա պետք անել։ Կես տարին մեկ, ամիսը մեկ, տարին մեկ անգամ, ինչ է գիտությունը ասում դրա մասին։ Այո, շատ կարևոր է յուրաքանչյուր անձի համար հանգիստ կազմակերպելը, բայց նաև շատ կարևոր է հանգստի հանդեպ այդ վերաբերմունքը, թե ինչպիսին է յուրաքանչյուր անձի համար, դա չպետք է կրի ենթադրենք, եթե ձեր ասած հարցադրմանը անդրադառնամ երկու անգամ, բայց դա լինի ձևական բնույթ կրի։ Շատ կարևոր է, որ դա լինի նպատակային, անգամ եթե երկու անգամ է, թե մեկ անգամ, շատ անհատական է դա։ Նպատակային ինչ է նշանակում։ Կարիքը կա հանգստի, ոչ թե որ դա անում ենք զուտ, որովհետև ինչ որ մեկը դա անում է, մենք կրկնօրինակում ենք։ Բայց իմ օրգանիզմը անընդհատ ինձ ասում է դու ունես հանգստի կարիք, զարճան գնա։ Կարևոր է լսել օրգանիզմին, ուղեղի աշխատանքի ընթացքին հետևել եւ հասկանալ արդյոք ժամանակն է, բայց կարող է այն ժամանակը գալիս այն ժամանակ, երբ որ գործատուն պատրաստ չի ինձ արձակուրդ տալու, չէ՞։ Դա եմ ուզում հասկանամ։ Գիտականը կա, օրինակ ասում են, գիտությունը ասում է, որ 9 ամիս պետք է աշխատի մարդը 20 օր հանգստանա եւս կամ 11 ամիս աշխատի, 1 ամիս հանգստանա, թե չկա տենց բան։ Տարին մեկ անգամ պարտադիր է յուրաքանչյուրի համար, այո։ Բայց դրանից ավելը կախված է տարբեր գործոններից եւ հնարավորություններից։ Այո, նաեւ հնարավորություններից։ Եթե դուք տնօրենն եք եւ ինքներդ եք որոշում։ Երբ կարող եք գնալ։ Բայց այո, մի բան ավելացնեմ, որ հնարավորություններից էլ կարող է կախված չլինել, որովհետեւ մարդը կարող է ընտրել ուղղակի տանը մնալ մի քանի օր կամ մեկ շաբաթ հանգստանալ։ Պարտադիր չի դա լինի ճանապարհորդության միջոցով կամ զուտ ընթերցանությամբ զբաղվի, որևէ իր սիրած ֆիլմը նայի, ընտրել է այդ հանգստի տարբերակը։ Okay. Դուք շատ-շատերին հանգստացրեցիք ինձ։ Այո։ Ինչպես վերադառնալ հանգստից մենք արդեն ունեցանք խոսելու։ Այո, որովհետև ես չեմ կարողանում հանգստանալ։ Ոչ, հանգստից վերադառնալ։ Չի լինում ոչ մի կերպ։ Ինչ շատ երկար ժամանակ է պետք, վստահ եմ շատերը կան։ Դա էլ է անհատական։ Այո, դա էլ է անհատական եւ շատ կապ ունի, մեծ կապ ունի, թե ինչպես է կազմակերպում ձեր հանգիստը։ Եթե դուք կողմնակից եք ակտիվ հանգստի, այդ ձեր հանգստի օրերը բոլորը շատ օրակարգը շատ ծանրաբեռնված է, դա կարող է հետո ձեզ դժվար լինել վերադառնալ։ Սերֆինգ, չգիտեմ։ Ոչ, գնալ եւ ծովափին ուղակի пассив հանգիստ ունենալ։ Հյուրանոց ուտել, ծովափ, հյուրանոց ուտել, ծովափ։ Հետո որ գալիս ես աշխատանքի չես կարողանում, հա։ Ոչ, որովհետև չկա այդ հարմարությունը, որ իջնես ինչ ուզում ես վերցնես ուտես եւ գնաս լողապ։ Իրականում սա խնդիր է, որովհետև ես ինքս ունեմ օրինակ օֆիսային աշխատանք եւ միայն ինձ մոտ չի այդ խնդիրը։ Եկեք հասկանանք ուղեղը ինչքանով է այդ ձեր ասած ընթացակարգի մեջ հանգստանում։ Արդյոք դուք կարողանում եք բացի ֆիզիկապես այդ գործողությունները կատարելուց ուղեղով հանգստանալ։ Այստեղ շատ կարևոր է, որ կենտրոնանաք դրա վրա։ Չէ, ես ուղեղով հանգստանում եմ, բայց հետո աշխատանքի վերադառնալու ընթացքն է դժվար տրվում, այնպես ինչպես օրինակ երեխաներին արձակուրդից հետո դպրոցի գրաֆիկին սովորել։ Ինչ որ լայֆ հակեր կան, որոնք կարող ենք կիրառել եւ մի քիչ հեշտացնենք այդ process-ը։ Դա այո, դա ադապտացիոն շրջան է, սկսել քչից, փոքր քայլերից, ոչ թե միանգամից գան, ոնց որ դուք սկզբում նշեցիք, ծանրաբեռնված մտնել աշխատանքի։ Հնարավորինս փորձել առաջին 1-2-3 օրվանից նոր ավելի նախորդ ռեժիմին անդրադառնալ։ Այսինքն պետք չի գալ ու միանգամից խրվել եթերի մեջ ուղիղ։ Առաջին օրը 10 րոպե։ Քիչ խոսամ եթերի ժամանակ առաջին եթեր։ Նո իրականում օրինակ
չէ որ բացի դրանից որ սա ինդիվիդուալ է, ինձ թվում է նաև սա ազգության հետ կապված է եւ մշակույթի հետ, թե ինչպես է ազգը վերաբերում աշխատանքին։ Օրինակ մենք գիտենք բոլորս, որ ճապոնացիները համարում են իրենց պարտքը արձակուրդից մի քանի օր շուտ վերադառնալ աշխատանքի։ Պատկերացնում ես։ Եւ այն մարդիկ, որոնք որ արձակուրդը միջև վերջ հանգստանում են ճապոնական հասարակության մեջ, այդ մարդկանց բոլորը սենց են նայում։ Այսինքն իրենց մոտ մշակույթը այդպեսին է, որ պետք է շուտ վերադառնան։ Իսկ մենք պետք է փաստորեն մեր արձակուրդի ընթացքում վերջին 1 շաբաթվա ընթացքում փորձենք վերադառնալ մեր գրաֆիկին։ Այսինքն դու պատկերացրես, որ դու ուղի եթեր ունես օրինակ, կամ գնացել ես օֆիս ինչ-որ բան ես անում, ոչ թե ծով ես գնում։ Բայց դրանից չեն կարող հանգստանալ։ Իսկ որ ասում եք ուղեղը ոնց պիտի հասկանանք, որ ուղեղը հանգստացել է։ Արձակուրդային ստրեսը ինքը հոգեբանական մի քանի ուղղություններով է ուղղված, այսինքն դա սպասումներն են առաջինը, երկրորդ արձակուրդի անցկացման որակը, ինչ է սա նշանակում, որ եթե մենք գնում ենք հանգստի ու պատկերացնում ենք մեր կատարյալ հանգիստը, այնպես ինչպես էր գովազդեն հոլովակներում։ Այո, հիմա հաջորդը դրան է ուզում անցնեի, այսինքն տեսել ենք սոցիալական ցանցերով որևէ մեկի նկարը, որը որ շատ անհատական է եւ շատ խաբուսիկ ֆիլտրներով նկարված։ Մենք չգիտենք իրականում այդ մարդը լիարժեք հանգստացել է, թե ուղղակի այդ նկարով այդպես երևում է, բայց միևնույն է, հաջորդ հասարակությունը արդեն սկսում է այդ օրինակին հետևել։ Այստեղ ստացվեց, որ ինքը չի կենտրոնանում իր ուղեղի հանգստի, ներքին զգացողությունների վրա, այո, սա մեկ ստրես հանդիսացող գործոն է, հաջորդը այդ հանգստի օրակարգի կազմակերպումը շատ ծանրաբեռնված չլինելն է, հանգստի վայրում եւս, պետք է լինի ավելի քիչ, sense ինչ-որ թեթև գրաֆիկով լինի, հանգստի օրերը կազմակերպված, դա էլ է շատ կարևոր։ Հաջորդը աշխատանքից կտրվելու process-ը, ես դրա համար էի ասում, ձեզ ինչն է, որ հնարավորինս փորձենք զանգերի, sense ինչ-որ հարց ու պատասխանների մեջ քիչ լինել, չնայած որ այո մեր հայազգի մոտ դա այնքան էլ լավ չի ստացվում։ Մենք պատրաստ ենք երեկոյան ժամը 12-ին ինչ-որ մարդկանց հետ գործնական հանդիպումներ ունենալ, հեռախոսով խոսալ, բայց Եվրոպայում մենակ ժամ 6-ից հետո ոչ մեկ չի թույլ տալի, չէ՞, այդպես բաներ անել։ Այո, դա մեզ բնորոշ է կարևոր է։ Եվ ամենակարևոր գործոնը հանգստի ընթացքում, որ դու կոնկրետ այստեղ եւ հիմա հանգստի process-ի մեջ։ Այսինքն, եկեք փորձենք այսպես ձևակերպել, աշխատելուց պետք է լավ աշխատել, իսկ հանգստանալուց պետք է լավ հանգստանալ, պարզապես, համ ֆիզիկապես, համ հոգեպես, համ էլ փորձել նաեւ ուղեղը հանգստացնել։ Դե մենք շատ դեպքերում չէ ոնց ա լինում, գնում ենք Սևան 2 օրով, հետո գալիս ենք եւս 1 շաբաթ հետ են գալի այդ մեր Սևանի, չգիտեմ ինչից, կամ էլ ընտանիքով մարդիկ գնում են ինչ-որ Հունաստան կամ Իսպանիա կամ Իտալիա, ծովում լողանալ գրաֆիկով, առավոտ շուտ երեխեք արթնացա, գնացիք լողանալու հացկեր, հետո այդ բոլոր էքսկուրսիաները, հետո գնում ենք շոփինգի, հետո չգիտեմ ինչ, հետո Լեոնարդո դա Վինչի տակ ենք մնում, եւ այլն, եւ դա էլ է ստրես իրականում։ Դա հենց օրակարգի կազմակերպման ավելի թեթև է պետք նայել ամեն ինչ։ Իսկ ամփոփելով նաև երեխաների հանգիստը, հա, ծնողները ոնց կազմակերպեն, որ եւ ծնողները հանգստանան եւ երեխաները հանգստանան, ու հետո վերադառնան դպրոց իրենց զբաղվածությանը։ Այո, սա շատ կարևոր եւ մեծ խնդիր է մեր ծնողների մոտ, ինչու, որովհետեւ ծնողների մեծ մասի մոտ այսպես է ձևավորված, որ երեխաները ոչինչ պիտի չանեն արձակուրդին, ոչինչ չանեն, որովհետեւ արձակուրդ է։ Բայց չէ, շատ ավելի արդյունավետ է եւ զարգացնող, երբ որ ամառային արձակուրդների ընթացքում այդ երեխաները բացի ընտանեկան հանգստի կազմակերպումից ունենան ամառային որևէ ամառային դպրոցներին հաճախեն, ամառային ճամբարների հաճախեն, սա շատ ավելի կարեւոր է երեխայի համար, քան ուղակի ոչինչ չանելը, որովհետեւ մենք գիտենք, շատ համատարած խնդիր է սա, ոչինչ չանել նշանակում է առավոտից երեկո հեռախոսով զբաղվել։
մեր երեխաների մոտ։ Այս սա կանխելու համար շատ կարևոր է երեխաների օրը կազմակերպել ամառային արձակուրդներին նորից որևէ իրենց սիրած հետաքրքրություններով, իրենց սիրած զբաղմունքներով։ Դե ինչ, սա արդեն երևի պետության մակարդակով պետք է այդ հարցը լուծվի, որովհետև այս պահին մենք չունենք այնպիսի ինստիտուտներ, ինչպես կար իմ մանկության ժամանակ, պիոներական ճամբարներ, սպորտային ճամբարներ, հիմա սա ավելի ֆինանսական ինչ-որ հարցերի հետ է կապված եւ սա խնդիր է եւ բարբերաբար ըստ երևույթի ավելի հեշտ է քո երեխային ուղարկես ինչ-որ ամառային դպրոց Քեմբրիջ կամ Հայաստանում գտնես ինչ-որ մի ամառային դպրոց, որը որ կարողանա տա այն ամենը, ինչ դու պահանջում ես այդ ամառային դպրոցից։ Շատ շնորհակալություն, ահագին աշխատելու բան ունենք, Զարա ջան, մտածիր։ Այո, հիմիկվանից մտածիր, ինչպես պետք է հանգստանալ եւ հետո ինչպես վերադառնալ աշխատանքին, որ ոչ նա տուժի, ոչ էլ սա տուժի, սա կարևոր բան է։ Այո, շնորհակալություն խորհուրդների համար։ Մենք հյուրընկալել էինք ընտանեկան հոգեբան Մարիամ Մուրադյանին, իսկ մենք շարժվում ենք առաջ, մնացեք մեզ հետ։